Չեխեր։ Տեցին տարան, չգիտեմ։ Հայ, քո պատճառով իմ հորթը սատկե Քաղաքացին որոշեց ինքն է հարկից վել հարսանիքից ժամանակ գնացել եմ կենթանուն օգնել եմ, նորից էլ հաղթնել եմ գնացել եմ իմ հարսանիքին։ Տղաներ ջան, ողջույն, նախ շնորհակալություն, որ ձեր ժամանակը տրամադրեցիք, միասին վերահսկողություն իրականացրեցինք, անաստա համաճարակային իրավիճակին ծանոթացանք, կատարված աշխատանքներին, միջոցառումներին, որպես Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ նախ կարևորում ենք համայնքային անասնաբուժի դերը, կատարած աշխատանքը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ ունենալու համար հանրապետությունում։ Ուզում եմ նշեմ, որ տեսչական մարմնի կողմից վերահսկողությունը դա զուտ մենակ վերահսկողության միջոցառում չի, այլ նաև անասնաբուժի հետ համատեղ աշխատանք է։ Կցանկանամ այսօր զրուցել, միասին հասկանանք ինչ խնդիրներ կա որպես վերահսկողություն եւ միջոցառումներ իրականացնող երկու կառույց, որպեսզի միասին խնդիրները հասկանալով հասնենք մեկ դրական արդյունքի։ Այ օրինակ միջոցառումների կատարման ժամանակ ինչ խնդիրներն եք դուք հանդիպում։ Միջոցառման ժամանակ հաճախ հանդիպող խնդիրներից մեկը այն է, որ անասնատերը միշտ փորձում են անասնատերերը խոչընդոտեն, թե չէ, բերեք այս միջոցառումը չկատարենք։ Հիմնականում էլ դա լինում խնդիրները, մեկ էլ թաքուն պահված կենդանիներ։ Խնդրում ենք բոլորին, մեր գյուղացիներին, գյուղատնտեսներին, բոլորին, թող մեզ տեղեկացնեն, մեզ տեղյակ պահեն կենդանու մասին, որ մենք այդ կենդանուն պետքա պատվաստենք, մենք այդ կենդանուց պետքա առում կատարենք, հսկողության տակ լինի կենդանը, որ հիվանդություններ լինի, ինչ-որ, չգիտեմ, անկում, ինչ-որ մի բան, ինչ-որ մի հիվանդության դեպքում մենք շտապ արձագանքենք, իրանց օգնենք մենք։ Իսկ եթե պահեցիք տենց թաքուն, որ մենք չիմացանք այդ կենդանու մասին, այդ կենդանուն չվակցինացվեց, այդ կենդանին ոչ մի միջոցառում չկատարվեց, չի լինելու։ Ձեր կենդանին անկում ապրեց, մենք էլի չենք իմանալու, վերջում հելնելու եք, կան դեպքեր տենում ենք, որ մեր կենդանին սատկեց, չի տեղեկացնում։ Մեծամասնությունը տեղյակ չի բրուցիլոզի հիվանդությունից կոնկրետ հենց բրուցիլոզը որ թերահավատորեն են մոտիկանում։ Դրա համար թերահավատորեն են մոտիկանում, թաքցնում են կեսը կամ չգիտեմ, ինչ որ միջոցներ են ման գալիս, որ թաքցնեն կամ արուն չվերցնենք, որ անկարծ բրուցիլոզ դուրս չգա։ Դաժե կենթանատեր կա, ասում է, բա որ ստուգեք բրուցիլոզ դուրս գա։ Այս կովին այսքան ենթադրենք գումար եմ տվել, բա որ ստուգեք բրուցիլոզ դուրս գա։ Ասում եթե դուրս գա, պիտի այդ կովին սպանդի ենթարկեն։ Սանտարական սպանդի ենթարկեն, բայց ոնց որ կարգնան հենց անենք, էլի հիմա ավելի լավ է սպանդի ենթարկես վերացնես այդ կովին, թե ասենք դու քո կամ քո ընտանիքի անդամը վարակվի նույն բրուցիլոզ հիվանդությունով, ուսախ կյանքը տառապեք այդ հիվանդությունով։ Նույն անտիբիոտիկը, այդ իրանց ասած անտիբիոտիկը, որ ասում են սրսկել ենք։ Նույն անտիբիոտիկը կենթանատերը կարող է վերցնի, հարևանը ասի, ենթադրենք այսքան գրամով պիտի սրսկվի, սրսկում է ինքնաբուժությամբ զբաղվում, սրսկում է ինքը, բայց չի ազդում վրան այդ անտիբիոտիկը, որովհետև դոզան քիչ կամ շատ է տալիս։ Կներես նաև ունենք դեպքեր, երբ որ անտիբիոտիկ հակաբիոտիկը սրսկելուց հետո չեն սպասում որոշակի ժամանակ, սահմանված ժամանակը, որ օրգանիզմից դուրս գալու ժամկետը չի սպասում, մորթիա ենթարկում միսը վաճառքի է գնում եւ այդ հակաբիոտիկներով հարուստ միսը ազգաբնակչությունն է օգտագործում եւ մարդու օրգանիզմում ռեզիստենտականություն է հակաբիոտիկների նկատմամբ առաջանում եւ հետագայում երբ որ բուժման նպատակով երբ հակաբիոտիկ պետք է ընդունի մարդը արդեն չի ազդում, այո, շատ կարեւոր է որ դեղի նկատմամբ միջոցառումը իմունիտետ է ձեռք բերում օրգանիզմն էլի։ Ու ամենակարևորը մայիսի ասած ինքնաբուժությամբ չզբաղվեն։ Որտեւ այդ ինքնաբուժությամբ զբաղվելու ընթացքում կարա նաեւ հենց կենթանատերը վարակվի։ Չէ, իրանք են վնաս տալու, ավելորդ դեղել օգտագործելու, իրանք գրպանին են վնասելու։ ՍԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում էլ այո լինում են դեպքեր, երբ գնում ենք, բացահայտում ենք ինչպես նաեւ կենթանիների տերերի կողմից չթողելու հետ կապված նաեւ նշեմ, որ անասնաբուժների կողմից էլ բազմաթիվ խախտումներ ունենք արձանագրված։ Այդ մասին էլ կուզենամ խոսալ, որ կա սահմանված միջոցառումների պլան ժամանակացույց, կա պատվաստանյութի տեղափոխման ներկայացող պահանջներ ջերմային ռեժիմը պահպանելու
միջոցառում իրականացնելու ժամանակ անվտանգության կանոնները պահպանելու, ասեղը փոխելու, արտահակուստ կրելու, նաև այդ ուղղությամբ ես վստահ եմ, որ մեր ամասնաբուժները տեղյակ են, գիտեն, բայց պետք է լինում, որ չեն պահպանում եւ ՍԱՏՄ-ի կողմից արձանագրվում է եւ վարչական պատասխանատվություն է ենթադրում, բայց ՍԱՏՄ-ի նպատակը վարչական պատասխանատվության ենթարկելը չի միայն, այլ նաեւ պատճառների բացահայտումն է, քննարկելն է, տեղեկացնելն է, որ հետագայում չկրկնվեն նման սխալները։ Հանրապետությունում կա ներդրված սպանդանոցային մորթի գործընթաց, նայեմ, որ մասնակից եք դուք, որ կենթանու նախասպանդային զննում կամ առաջի ձև անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ տրամադրելուց ձեր գործողությունները կամ ինչ խնդիրներ կա, ինչ խնդիրների եք բախվում կամ ինչ առաջարկություններ ունեք։ Չէ, խնդիրներ տենց չունենք, հիմնականում առաջի ձևերի հետ կապված կենթանի գոմից մինչև սպանդանոց հասնելու հետ մեզ կանչում է անասնատերը, գնում ենք կենթանուն նայում ենք, նույնիսկ առողջ է, ջերմաչափվում է, ինքը կենթանին լավ է, առողջ է, նորմալ է, նշվում է կենթանին որտեղից որտեղ է տեղափոխում, ինչ մեքենայով, ինչ նպատակով, ինչի համար վերջն տեղափոխումա չէ, սպանդանոցների հետ խնդիրներ չկան։ Դա լինում են դեպքեր, հա, ասենք որ պահի տակ այդ կենթանին, որ պիտի այդ մեր հսկողության տակ սպանդի ենթարկվի, մեզանից շուտ տերը բակային մորթանում լիկվիդացնում է միսը գնում է։ Արդեն գնում ես, հարցնում ես ինչ է լավ, խի է լավ, ասում է մորթեցին տարան, չգիտեմ։ Ենթադրենք հոկտեմբերյանից մի հատ միս մորթող եկավ, մորթեց տարավ։ Տեղն էլ չեմ իմանում, հեռախոսի համարը ջնջվել է, էլի ինչ ուզում ես արա, չեն կարող ճարենք այդ մարդուն։ Լինում է, տես տերեր լինում են, որ անում են, հա։ Բայց դե մենք մեր հերթին ինչքան կարում ենք կանխարգելում ենք տենց դեպքերը, որ չլինի տենց դեպքեր։ Ցավոք սրտի նման դեպքերում նպաստում են հիվանդության տարածմանը, ՍԱՏՄ-ն, այո, տենց դեպքերի հետ կապված հետագծելիությամբ նաև դեպքեր ա եղել, որ դիմել ենք ուժային կառույցների, ոստիկանությանն ենք դիմել հետագծելիությամբ այդ հիվանդ կենթանու գտնելու եւ հետագա սանիտարական մորթ իրականացնելու օգնության կարգով դեպքեր են եղել, որ գտել են կենթանուն հետագծելիությամբ բերել ենք սանիտարական սպանդը իրականացնենք, բայց դեպքեր են եղել, որ չեն գտե, այո, որը ցավոք որ մեր ազգա բնակչությունը թաքցնում է հիվանդությունը եւ փորձում է այլ ճանապարհներով կենթանուն վաճառի։ Մի քանի դրվագ, եթե հնարավոր է, ձեր աշխատանքային իրավիճակներից խոսենք։ Մեր աշխատանքային իրավիճակը մենք միշտ պատրաստ ենք ժողովրդի կողքը լինել ցանկացած դեպքում ժամանակը կապ չունի գիշեր ցերեկ անասնաբուժի գործը դա է։ Լիքը դեպքեր ա եղել որ գիշերներն եմ վեր կացե գնացել ժամը 4-ին 5-ին ծնունդ եմ ընդունել։ Եղել ա որ հարսանեկից ժամանակ գնացել եմ կենթանուն փքված ա եղել, օգնել եմ փքվածությունը անցկացրել ենք, տեղ ենք տվել, իջացրել ենք կենթանուն, նորից էլ հագնվել եմ գնացել եմ իմ հարսանեկին։ Շատ է եղել ա որ հոգնած գալիս են քնում ենք, ոսկի գիշերը ժամը 1-ից 4-ին արդեն տանտեղներ գիտեն մարզում, գալիս են դուրը ծեծում են, պատուհան տեն ծեծում, հելի պետքա հասնես, օգնես, չես կարա չետաս, էթում ես, մարդ ես, վերջում ենք էլ ենք հասկանում, որ գյուղացին այդ մի կենթանին պայլա իր եկամուտը, իր կատնամթերքը։ Լինում է հյուսում ենք, ղժղժում են, վերաճպճպում են, ջղայնանում են։ Հայ, քո պատճառով իմ հորթը սատկեց, դու ուշացար, խի ուշացար, դե մինչև բացատրում ես, այ ցավը տանը մինչև մոտ գալը, ես արդեն այնտեղ 500 հատ ոչխար էի սրսկում, այդ պատվաստան 7-ը բացել եմ, ես չեմ կարա փչացնեմ, այդ իրավունք չունեմ։ Դրանից հետո հասել եմ քեզ։ Ես եմ նշել, որ վերահսկողության ժամանակ նաև մեր մոտ էլ ա լինում ոչ ստանդարտ իրավիճակներ, գումի խորինացու հատվածում, գումի շուկայի, այսպես ասած, տարածքում վերահսկողություն իրականացնելուց առանց ուղեկցող փաստաթղթերի միս հայտնաբերեցինք եւ արձանագրություն կազմեցինք, տեղեկացրեցինք մսի տիրոջը, որը պետք է արգրավեր, ուղարկենք ոչնչացման, սակայն քաղաքացին ինչ-ինչ որոշեց ինքնահարկիզվել եւ վերահսկողությունը արդեն ՍԱՏՄ տիրույթից դուրս եկավ, ինքնահարկիզման դեպքը արդեն գնաց դեպի այլ մարմինների ուղղված գործ, ոստիկաններ, հրշեջներ, փրկարար ծառայություն, բայց օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից եւ օրենքը գրված է, որը պետք է պահպանվի։ Մեկը բան էլ նշեմ, այդ ականջապիտակների հետ կապված մեր ժողովրդի
միշտ որ բողոքում վախենում են։ Վայ եկան մեր կենթանուն ականջողներ դրեցին, գնացին, всё մենք հարկվելու ենք։ Քանի հատ կենթանի ունենք, ըստ դրա հարկվելու ենք։ Ես ուզում եմ որ դուք էլ նշեք, ես էլ եմ նշում, բազմիցս էլ ասել եմ, որ չի հարկվելու կենթանատերը, այդ ականջապիտակները բիրկավորման ժամանակ եթե մենք այդում բիրկում ենք, չի նշանակում որ ինքը հարկվելու է։ Դա լրիվ ուրիշ նպատակ է հետապնդում Շատ վաղ ականջապիտակը։ վախենում են դրա համար այդ կենթանիները որ թաքցնում են, որ չկա ստվերում պահված կենթանիները։ Դրանից են վախենում ժողովուրդը։ Ականջապիտակի օգնությամբ հնարավոր է տեղեկատվություն ստանալ կենթանի տեղաշարժի։ Հիվանդության ժամանակ հնարավոր է հետագծելիությամբ գնալ եւ հասկանալ արդյոք որտեղից որ բերվել է այնտեղ հիվանդությունը կա միջոցառում այնտեղից սկսելու։ Ոչ, ականջապիտակի արկայությունը հարկային դաշտի հետ ընդհանրապես կապ չունի։ Մեկ էլ մի բան էլ, որ եղջերավոր կենթանիներ են ներկրում դրսից, այդքան պետությունը սուբսիդավորում է ամեն կովին, մոտավորապես ես չգիտեմ կոնկրետ տենց հաշվարկները, ամեն կովին ես իմ ինչքան սուբսիդավորում է։ Այդ սուբսիդավորումից պետությանը կխնդրեմ էլի, ասենք խոսքի մի քիչ գումար տրամադրի ուսանողների համար, մարդիկ կան ուզում են ցանկանում են սովորեն, գումարից նեղվում են, կամ չգիտեմ, վարձ մի քիչ իջացնեն կամ վարձ սուբսիդավորեն գոնե, ուսանողները մի քիչ անասնաբուժական այդ թեքումով շատ լինեն։ Պետական համակարգում էլ ունենք բաց թափուր աշխատատեղեր, անասնաբույժ մասնագետ պահանջող, որը որ չի համալրվում, ցավոք սրտի մասնագետ չունենք եւ ուսանողել, որոնք Այդ մասնագետ ուսանողի վերաբերյալ հենց նկատի ունեմ, ասենք տարեկան կտրվածքով մոտավորապես մի 40 երեխա է ընդունում համալսարան, որ որպես անասնաբույժ սովորի, բայց ավարտածներ չի աշխատում, չի ուզում Չեն էլ հասնում ավարտելուն, միջև հասնում ավարտելու մնում են մի 10-15 հոգի, մնացածը սա դուրս են գալիս, որը վարձի խնդրով, որը, չգիտեմ, նայում անասնաբուժի գործը մի քիչ, այս մեր Հայաստանում մեկ էլ անասնաբուժի գործը մի քիչ տենց ոնց որ շատ է ամեն ինչը ընկած անասնաբուժի վրա, էլ այսպես վիճակ է։ Նաև նշեմ, որ անասնաբուժի միջազգային օրն է եւ սրտան շնորհավորում եմ բոլորիս։ Մենք էլ ենք շնորհավորում բոլորիս։ Անփորձանք, բեղմնավոր աշխատանք եւ եւս մեկ անգամ ուզում կարեւորել անասնաբուժի աշխատանքը մեր հանրապետությունում առաջի հերթին կայուն անասնահամաճարակային իրավիճակ ունենալու, առողջ սննդամթերք ազգաբնակչության համար ապահովելու համար եւ վերջ-վերջում մենք անասնաբուժ մասնագետ ենք։ Բոլորիս նպատակն էլ դա է, որ շնորհակալ ենք։